Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախ կարևորը համառոտ։ Շաքար արյան մեջ անկանոն իջնում բարձրանում է, փաստաբանը մանրամասներ է հայտնել Վարդան Ղուկասյանի վիճակի մասին։ Գյումրու քաղաքապետը Հայաստանի Հանրապետության և Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որն է մեղադրանքը։ Փրկարարները մի քանի ուղղություններով շարունակում են հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքը, Հայաստանի որ հատվածներն են ծխում։ Բողոքի ակցիա քննչական կոմիտեի դիմաց։ Hello BT-ից և այլ հարթակներից տուժած քաղաքացիները բողոքում են։ Տավուշի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում բռնկված հրդեհները շարունակվում են տարածվել։ Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունից։ Կադրերը, որոնք տեսնում եք ձեր էկրաններին, նկարահանված են Ծովագյուղի հատվածում, որտեղ հրդեհաշիջման աշխատանքներին միացել է նաև ուղղաթիռը։ Իսկ Սեմյոնովկայի անտառներից էլ հեռվից նկատվում է վեր բարձրացող խիտ ծուխը։ Հայաստանի տարբեր հատվածներում բռնկված հրդեհները վատթարացնում են նաև օդի որակը։ Օրինակ, նախորդ գիշեր օդի որակը զգալիորեն վատթարացել է, ինչը հաստատել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով այս իրավիճակի հիմնական պատճառը երկրում միաժամանակ ընթացող խոշոր հրդեհներն են, որոնց միանում է նաև տերևների այրումը։ Ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ-որ մեկին, ով որ հավաքում է տերևները և աղբը և վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների և աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում։ Առողջության համար լուրջ վտանգ է ոչ միայն Երևանի օր-օրի աղտոտվող օդը, այլ նաև ծուր շնչառական վարակները, որոնք սկսվել են տարածվել մայրաքաղաքում և մարզերում։ Այս օրերին շրջապատում կարծես բոլորը կամ հազում են, կամ բարձր ջերմություն ունեն, կամ պարզապես գանգատվում են գրիպի ախտանիշներից։ Դա պատահական չէ, Հայաստանում սկսվել է սեզոնային շնչառական վարակների հերթական ալիքը։ Մեծ հետզրույցում բժիշկ համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը նշել է, որ հիվանդությունը հաղթահարելի է, եթե մարդիկ հետևեն կանխարգելիչ հիմնական կանոններին։ Ինչպես կարելի է կանխարգելել դրանք, մանրամասները ռեպորտաժում։ Հարբուխ, բարձր ջերմություն, փսխում։ 3 տարեկան Արմանը հոկտեմբերից ի վեր մի քանի անգամ վարակվել է սուր շնչառական վիրուսով։ 2 օր է նորից հիվանդ է։ Երեկոյան ժամերին ջերմությունը բարձրանում է հասնելով 38.5-ի։ Առաջին 2 օրերին վիրուսի դեմ հեղուկներով են պայքարել։ Մեր դեպքում երբեք ինքնաբուժությամբ չեմ զբաղվում, առանց բժշկի նշանակման չեմ տալիս դեղորայք, առավել ևս անտիբիոտիկ։ Հետևում եմ երեխայի վիճակին, առաջարկում եմ շատ հեղուկներ, ջերմիչեցնող տալիս եմ 38.5 բարձր ջերմության դեպքում, ու եթե շարունակվում է այս վիճակը պահպանվել 2 եւ ավել օր, անպայման դիմում եմ մանկաբույժի, ու արդեն ըստ մանկաբույժի ցուցումների շարունակում հետագա բուժումը։ Նոնայի որդին էլ 2 շաբաթ է դպրոց չի գնում։ Վիրուսը չոր հազով է սկսվել, ջերմությամբ ուղեկցվել։ Մոտ 1 շաբաթ տնային պայմաններում բուժելուց հետո կարծել է լավացել է, ուղարկել է դպրոց, բայց երեկոյան ժամին երեխայի ինքնազգացողությունը նորից վատացել է։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։ Սուր շնչառական վարակն ակտիվացել է հոկտեմբերից։ Վարակակիրները հիմնականում 0-ից 18 տարեկան անչափահասներն են։ 60%-ից ավելին 0-ից 4 տարեկան երեխաները։ Հանրապետության 3 մարզում և մայրաքաղաքում են ցուցանիշները բարձր՝ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնում և Երևանում։ Պայմանավորված եղանակով բատողանները փակվում են, չինոթափողվում, երեխաները շփվում են եւ այդ սուր շնչառական վարակների մասնիկները այսպես ավելի ոնց որ սկսում են ավելի հեշտությամբ փոխանցվել մեկին մյուսին, այդ դրանով պայմանավորված եւ իհարկե փոքր երեխաներին նաեւ շնչառական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված։
Կան ծնողներ, որ նախընտրում են վարակակիր փոքրիկին մայրական սիրով, բուսական թեյերով կամ անտիբիոտիկներով բուժել առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Համաճարակաբան Խաչատրյանը վտանգավոր պրակտիկա է համարում այս մոտեցումը։ Տան պայմաններում կարելի է հետևել օդափոխությանը, ձեռքերի հիգիենային, երեխայի սննդակարգին, հագուստին, բայց այդքանը բավարար չէ ամբողջական բուժման հասնելու համար, հատկապես երբ երեխան մեկ շաբաթից ավելի է նույն վիրուսն է կրում։ Եթե ախտանշաններ ունեն, մնան տանը, չզբաղվեն ինքնաբուժմամբ, դիմեն կամ մանկաբույժին, կամ տեղամասային բժշկին, կամ ընտանեկան բժշկին եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունեն, բուժում ինքնուրույն իրենց չնշանակեն, որովհետեւ բուժումը ցուցված է կոնկրետ ուրեմն դեպքերում եւ դա պետք է նշանակի կոնկրետ բժշկի կողմից։ Հանրապետությունում միայն գրիպի H3N2 տեսակը չէ տարածված, կան մի քանի վիրուսներ եւս, այդ թվում կորոնավիրուսը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով անցյալ շաբաթ դիմել է 7209 վարակագիր, իսկ դրանից առաջ 6124։ Համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը կարծում է, սուր շնչառական վարակների դեմ պայքարում արդյունավետ է պատվաստվելը։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը եւ վճարել փոխհատուցում 500,000 դրամի չափով։ Ինչպես գրում է հետքը, հայցադիմումը երեկ ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Ռուբեն Ռուբինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով կաշառակեր Սրիկա է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ Մասնավորապես հրապարակումներից մեկով Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը եւ մյուսները։ Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար արդար դատաքննության իրավունքը եւ դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը։ Իսկ փաստաբան Զարուհի Փոստանջյանը պատմել է, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը մտահոգիչ է։ Նրա օրգանիզմում շաքարի պարունակությունը անկանոն իջնում բարձրանում է։ Փաստաբանը նշել է, որ Վարդան Ղուկասյանին ախտորոշվել է աորտայի անյերիզմա, ինչը շատ վտանգավոր հիվանդություն է, որի պարապվելու դեպքում հնարավոր է չկարողանան փրկել մարդու կյանքը։ Լուրջ հիվանդություններ ունի պարոն Ղուկասյանը, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Պետությունն իր պարտականությունները չի կատարում, հետևողականորեն եւ համակարգված մերժում է նրան բժշկական օգնություն տրամադրելու իրավունքը։ Նրան չեն տեղափոխում հիվանդանոց, նա տառապում է երկրորդ տիպի դիաբետով, որն ունի լաբիլ ընթացք։ Հենց իմ պահանջով օրեր առաջ բուժքույրը չափեց նրա շաքարի պարունակությունն իրան մեջ, հասել էր 20-ի, բայց երեկել իջել էր մինչև 3։ Այս պարագայում մարդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Ինքն է իր վիճակը կարգավորում համապատասխան դեղորայքով, այնինչ դա պետք է լինի էնդոկրինոլոգի վերահսկողությամբ։ Իսկ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ դատախազություն հաղորդում են ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, նրան մեղադրելով քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու եւ հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու համար։ Այս ճնշումները հիմնականում ուղղված են հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, բարձրաստիճան մի շարք հոգևորականների եւ նրանց ընտանիքների, նաեւ գործարար Սամվել Կարապետյանի ու եկեղեցուն աջակցած այլ գործիչների դեմ։ Հայաստանի իշխանությունը խախտելով սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնաիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպան գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը։ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում նշված խախտումների համար, քանի որ հենց նա է ղեկավարում, կազմակերպում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։ Մենք դատախազությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել սահմանադրական եւ օրենսդրության շրջանակում քրեական պատասխանատվության կանչելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին։
Ամիսներ առաջ իշխանության թիրախում էր նաև Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը սկսվեց բուռն քննարկվել հայկական Wikileaks անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքի հրապարակած ինտիմ բնույթի տեսագրություններից հետո, որը իշխանությունը վերագրում էր Սրբազանին։ Տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել։ Փաստինֆոյի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Վարույթը նախաձեռնվել է։ Նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր եւ եկեղեցու նկատմամբ թշնամանք եւ ատելություն տարածելուց։ Այսինքն, Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը։ Հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննությունն իրականացվի։ Տեղափոխվենք քննչական կոմիտե, որի դիմաց բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները բողոքում էին Հելոբիթիից եւ նման առցանց հարթակներից տուժելու պատճառով։ Պարզաբանելու համար ասեմ, որ Հելոբիթին վիրտուալ հարթակ է, որտեղ քաղաքացիները կարող են մասնակցել առցանց ներդրումային ծրագրերի, ակնկալելով շահույթ։ Պարզվում է, օգտատերերը հույս ունեին բարձր եկամուտ ստանալ, սակայն վերջին ամիսներին շատերի գումարները անհասանելի են դարձել կամ պարզապես անհետացել են։ Փողերը մուծել ենք, վճարել ենք, ունենք չեկեր ամբողջությամբ, որը մուծել են բանկերով, որ խաբել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեց այսքան, ինչ ասել են արել են, ու տենց խորել Facebook-ից անհայտացել են, չեմ հայով դիմել եմ, ԱԱՑ եմ դիմել մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այս հանցախումբը, երբ որ կբռնեն տեղյակ կպահեն։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ եկե ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Հայրատ քաղաքի ոստիկանության քննչականին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել, ասեն միևնույնն է ձեր գումարները հետ չեն վճարի, դուքի $5,000։ Այսօր քննչականն է ասում, ոստիկանությունում էր ասում։ Ոստիկանությունում, քննչականում մեզ պատասխանեցին, թե դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտան, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, որտեղ դուք ձեր գումարները հետ կտան։ Իսկ հարկերի բարձրացման կողմնակի ազդեցությունները, որոնց մասին մասնագետները դեռևս նախորդ տարվանից խոսում են ու զգուշացնում, արդեն դարձել է իրականություն։ Փոփոխությունն առաջին հարվածը հասցրել է փոքր և միջին բիզնեսին։ Օրինակ, քաղաքացին, որը կարողանում էր իր ստեղծած փոքրիկ բիզնեսով աշխատել, օրվա հացը վաստակել, հիմա կանգնած է խնդրի առջև։ Շրջանառության հարկի բարձրացումը լուրջ հարված է հասցրել տնտեսվարողի գրպանին։ Իսկ ինչ ընտրություն ունի այդ քաղաքացին, թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Ամսական 200,000 դրամ է վաստակում գնունի շուկայում արդեն 30 տարի նույն բիզնեսով զբաղվող Ռոբերտ Դավթյանը։ Ժամանակին գործերը լավ էին ընթանում, վերջին տարիներին սակայն իրավիճակը կտրուկ է փոխվել։ Օնլայն շուկաների հայտնվելուց հետո իր վաճառած ապրանքի պահանջարկը կտրուկ նվազել է։ Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Մանր եւ միջին բիզնեսների համար շրջարկն է թանկացել կրկնակի։ Հարկային նոր քաղաքականության հետևանքով 2025 թվականի 10 ամիսներին 30,000-ից ավելի մանր ու միջին բիզնես է փակվել։ 5%-ը սարքեցին 10%։ Հիմա դա բացասական է անդրադարձ, այդ որ փակվել են այդ 30,000 բիզնեսները։ Հիմնականում դրա պատճառով, որտեղ չեն կարող։ Եթե ես դուրս եմ եկել, որ աշխատեմ, տունը փող տանեմ գոնե, եթե տունը փող չպետք է տանեմ, հարկերը բնականաբար պետք է մուծենք, չմուծեցինք հարկադիր անգնվի տոկոսներ, մուծում ես նայում ես բան չկա, գումարած դրան, որ առևտուր չկա ընդհանրապես։ Վաստակած 200,000 դրամի գրեթե կեսով տաղավարի վարձն է վճարում, մյուս մասով էլ հարկերն ու ՀԴՄ սարքի սպասարկման գումարն է վճարում։ Արդյունքում տուն տանելու համար ոչինչ չի մնում։ Ասենք մի օր չի, երկու օր չի, արդեն կարելի ասել տարուց ավել է։ Դրամ էլ այդ օրն ենք ասել։ Դրան գումարած, էլի ինչ որտեղ ասենք մեր պետությունն ասենք ասում ենք լավ, հարկերը մուծեցինք, բայց դրան գումարած օրական մեկը գալիս է, պայմանագիր ենք բանում, որ ՀԴՄ-ի սպասարկման փողը 1800-ը սարքեն
3600, անիմն բարձրացնում են։ Օրեր են լինում, երբ անգամ մեկ հաճախորդ չի ունենում։ Տաղավարի վարձն էլ հաճախ իր կենսաթոշակից է տալիս։ Ասում է երիտասարդներն այդ թոշակը չունեն, փակում են կրպակների դռները, ապա նաև տան դռներն ու լքում երկիրը։ Երկուսին անձամբ ինքն է ճանաչում։ Մեր շուկայից 2 հոգի փակվան, մեկը գնաց Ամերիկա, մեկն էլ էլի տարիքով մարդ էր, տեղ ճարես միջով պահեստում մի հատ կոր, թողեց դուրս եկավ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է, խնդիրն անհրաժեշտ է լուծել այլ ճանապարհով։ Ըստ նրա, եթե երկրում կան խոշոր տնտեսվարողներ, որոնք չեն տրամադրում փաստաթղթային ապահովություն, նրանցով պետք է զբաղվի պետությունը։ Փոքր ու միջին բիզնեսներն էլ չունեն ապահովություն, բայց թիրախ հենց նրանք են դարձել։ Խնդիրը վերջին օղակի վրա ամենաչպաշտպանված, ամենախոցելի խմբի վրա դնելը, դա ասում եմ ճիշտ որոշում չէ։ 30,000 փակված բիզնեսի ֆոնին նույն ժամանակահատվածում Հայաստանում 26,000 նոր բիզնես է բացվել։ Տնտեսագետի խոսքով նորմալ ցիկլ է, միշտ է այդպես եղել, խնդիրն այլ տեղում է։ Այդ շերտի մեջ դրանք հիմնականում անում վաճառականներն են, առևտրականներն են, կոշտակարներն են, ուսուցիչներ են, զանազան խմբակների չեն։ Այս մարդիկ որպես կանոն դաստրում են խիստ ապահովական կեցվածք։ Երբ դանակը հասնում է իրենց, չէ, անգամից աշխուժանում է, սկսում են աղմկել, գոռալ, սկսում են սպառնալ, բայ երկես կգնան, եսի միշտ անգեսում են։ Այս մարդիկ ապահովական են եւ իրենց պրոբլեմները, չէ, իրենց պրոբլեմները հիմնականում առաջանում են նրա հետ կապված, որ պետությունը պահանջում է ինչ-որ գումարներ, հարկեր։ Կամենդատյանի խոսքով միայն այդ պարագայում են նույն տնտեսվարողները սկսում խոսել առկա խնդիրների մասին։ Մինչ այդ չեն միջամտում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ուղիղ կապ ունեն նաև իրենց հետ։ Տնտեսվարող Ռոբերտ Դավթյանն էլ է նույն կարծիքին։ Մի քանի անգամ կառավարության դիմաց ակցիա են արել։ Քչերն են մասնակցել, բայց շատերն են դժգոհ։ Առանձին որ խոսում եք, սա բոլորն են դժգոհ են։ Դժգոհ չեն մեծ ապրանքներ բերողները, ովքեր թղթով բերում են, դրանց 1% են մոծում դրանք։ 1.5-ը մեկա։ Իսկ մեր որ շրջարկում ենք աշխատում 5%-ը 10% սարքեցին։ Վերջերս էլ քաղաքապետարանը գնունի շուկայում գտնվող կրպակներ է ապամոնտաժել։ Տեսախցիկների առաջ այս մարդիկ չեն խոսում, բայց վստահեցնում են 2026 թվականի ընտրությունից հետո իրենց շուկայի տեղում բարձրահարկ շենք են կառուցելու, իսկ իրենց հեռացնելու են տարածքից։ Սեդամ Ակատյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը կկարողանա վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին, թե ամեն ինչ կրկին կմնա թղթի վրա։ Ժնևում կայացել է բանակցությունների հերթական փուլը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի վերաբերյալ բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Իսկ ինչպես գիտենք, Վաշինգտոնը ռուս-ուկրաինական հակամարտության լուծման համար առաջարկել է 28 կետից բաղկացած նախագիծ։ Իսկ ինչ ծրագիր է դա, ինչ նպատակ ունի, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Ռուսաստանին առաջարկված 28 կետերը կողմերը քննարկել են Ժնևում, իսկ ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, չբացառելով, որ տեքստում խմբագրումներ կլինեն։ Եթե այսպես է հայտարարվում, դա նշանակում է, որ փաստաթուղթը միակողմանիորեն գրվել է Միացյալ Նահանգներում, հետո նոր ներկայացվել է կողմերին, բայց հանրային է դա արվել, ներկայացվել է կողմերին քննարկման համար։ Ամերիկյան կողմի առաջարկությունների ու քննարկումների համար բաց լինելը քաղաքական փորձագետ Հակոբ Բադալյանի կարծիքով ամենևին պայմանավորված չէ Ուկրաինայի շահերով։ Ես չեմ կարող ենթադրել, թե Ուկրաինայի իշխանությունը ինչ առաջարկներ կանի, բայց համոզված եմ, որ Ուկրաինայի իշխանության առաջարկները սկզբունքորեն պայմանավորված են, ինչպես նշեցի, հենց այդ իշխանության անվտանգության հարցերով։ Ժնևի հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել կետերի մեծ մասի շուրջ։ Բադալյանն այս հարցում կարևորում է Միացյալ Նահանգների ներքաղաքական նպատակներն ու շահերը։ Թրամփի նպատակը իհարկե ուկրաինական պատերազմի դադարին հասնելն է, որպեսզի հենց Ամերիկայում իր քաղաքական դիրքերի ամրապնդման հարցերով ավելի պայմանական ասած հանգիստ իրավիճակում զբաղվի, հատկապես կոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի պնդմամբ էլ չնայած այս պլանը ստեղծվել է երկարատև բանակցությունների ընթացքում, ավելի մեծ է հավանականությունը, որ հենց սրանով ամերիկյան կողմը կկարողանա խնդրին խաղաղ հանգուցալուծում տալ։ Սա կարծես թե վերջին ամբողջական եւ համապարփակ փորձն է, որը Թրամփի վարչակազմը իրականացնում է կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու նպատակով եւ կարծում եմ սա ավելի մեծ շանսեր ունի հաջողության հասնելու այս նախաձեռնությունը։ Ուկրաինական կողմը, սակայն, մի քանի կետի շուրջ տարաձայնություններ ունի, մասնավորապես Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունն ու գերիների փոխանակման ձևաչափը։ Միջազգայնագետի խոսքով այս կետերը եւս կարևոր էներգետիկ ու անվտանգային դեր ունեն Ուկրաինայի համար։ Ուկրաինական կողմը ցանկանում է հնարավորինս ամրացնել իր շահերը այս փաստաթղթով եւ կարծում եմ սա է պատճառը, որ լրացուցիչ քննարկումների կարիք է զգում ուկրաինական կողմը, ինչու՞ չէ նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ռուբիոյի այն հայտարարությունը, թե ամերիկյան կողմը բավականին հիմնավոր պատկերացում ունի, թե ինչն է կարևոր Ռուսաստանի համար, Բադալյանը կապում է Ալյասկայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հանդիպման հետ։ Ես կարծում եմ նվազագույնը ակնհայտ է, որ այդ տարածքների պահանջից Ռուսաստանը չի նահանջի։ Մնացյալը գուցե ինչ-որ կետեր կան, որտեղ Մոսկվան պատրաստ է հնարքել եւ ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Այստեղ պետք է դետալներին ծանոթ լինել, որպեսզի մանրամասն հնարավոր լինի ասել։ Բայց Ռուբիոյի հայտարարությունը, որ իրենք հստակ պատկերացնում են Ռուսաստանի շահերը այդտեղ, սա նշանակում է, որ ռուսների հետ կա հստակ համաձայնություն եւ հստակ պայմանավորվածություն այդ կարգավորման պլանի առանցքային դրույթների մասով։ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Ռուսաստանին առաջարկվող 28 կետից բաղկացած փաստաթուղթը նոյեմբերի 21-ին հրապարակել էր Reuters-ը։ Եվրոպական միությունը փաստաթղթի մասին տեղեկացել էր միայն դրա հրապարակումից հետո։ Կրեմլը շարունակում է ուշադրությամբ հետևել Աբու Դաբիում կայացած Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկություններին, սակայն այս փուլում նոր մանրամասներ դեռ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի փոխանցմամբ այսօր ակտիվ աշխատանք է ընթանում խաղաղության նախաձեռնության շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան համատեղ աշխատում են իրենց ձևակերպված առաջարկների վրա, որոնք արդեն փոխանցվել են ռուսական կողմին։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ներկայացված ծրագրերը մեծապես համընկնում են Անկորիջի գագաթնաժողովում ձևավորված մոտեցումների եւ ոգու հետ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու Միացյալ Նահանգների առաջարկները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններում նշանակալի գործընթաց է գրանցվել։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց իր գնահատանքը Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական հանձնառության համար պատերազմը դադարեցնելու եւ մարդկային կորուստները կանխելու անխոնջ ջանքերին, հայտարարել է Սպիտակ տունը։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Եվրամիության միասնական ու համակարգված դիրքորոշումը խաղաղության բանակցություններում լավ արդյունք ապահովելու հիմնական գործիքն է թե Ուկրաինայի, թե Եվրոպայի համար։ Զելենսկին X-ի սոցհարթակում անդրադարձել է Ժնևի բանակցություններին։ Նա նշել է, որ կսպասի պատվիրակության զեկույցին, ինչի հիման վրա կորոշեն հետագա քայլերն ու ժամկետները։ Մենք կշարունակենք համակարգել մեր աշխատանքը Եվրոպայի եւ այլ գործընկերների հետ։ Մենք հույս ունենք հասնել անհրաժեշտ արդյունքների եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին, գրել է Զելենսկին։ Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության գրասենյակը, որը մինչև մայիսի վերջը գլխավորում էր գործարար Իլոն Մասկը, լուծարվել է նախատեսված գործունեության ժամկետի ավարտից 8 ամիս շուտ։ Գերատեսչությունը պետք է դադարեցներ գործունեությունը 2026 թվականի հուլիսին։ Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձանին ավիահարվածի ժամանակ սպանել են լիբանանյան Հեզբոլլահ զինյալ խմբավորման ավագ անդամի։ Սա մի քանի ամիս տևած հրադադարից ի վեր առաջին նմանատիպ հարձակումն է, գրում է BBC-ն։ Հեզբոլլահը հաստատել է Թաբթաբայի մահը, պնդելով, որ Իսրայելը հարվածով հատել է Կարմիր գիծը։ Ջրհեղեղի պատճառով Թայլանդի հարավային Հաթիա քաղաքի 17 հյուրանոցից զբոսաշրջիկները տարհանվել են։ Ջրհեղեղից տուժել է ավելի քան 465,000 մարդ։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչի վթարը Դուբայի ավիաշոուի ժամանակ կարող է խաթարել համաշխարհային շուկայում
Հարավասիական այս հանրապետության կողմից առաջարկվող զենքի արտահանման հեռանկարները։ Այն ցուցադրվել է Դուբայում օտարերկրյա գնորդներին վաճառելու համար։ Այժմ, սակայն, վթարը կարող է խոչընդոտել արտահանմանը եւ արդեն իսկ վնասել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հեղինակությանը։ Մասնագետները կարծում են, որ վթարի պատճառը կարող է լինել հավասարակշռության կորուստը։ Կործանիչի օդաչուն մահացել է։ Բրյուս Ուիլսի ընտանիքը ցանկանում է դերասանի մահից հետո նրա ուղեղը նվիրաբերել գիտնականներին ճակատագունքային դեմենցիա կոչվող հազվագյուտ հիվանդության ուսումնասիրությանը նպաստելու համար։ Այդ մասին իր նոր գրքում պատմել է դերասանի կինը, մոդել Էմմա Հեմինգ Ուիլսը։ Անի Աբաղյան, Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում և TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։